Ինչ է տեղի ունենում, կարծում եմ ոչ բան է տեղի չի ունենում, այլ հեղափոխություն շարունակվում է եւ գողապետությունը փուլ առ փուլ ցույց է տալիս իր նեխածեությունը, որ հարթակ այս միջավայրին հասավ, դա չպիտի զարմանանք եւ ես հիշեցնելով եմ ասել, որտեղ Սերժի են կառավարման մառախլապատ ժամանակներում էր եւ կոնցեպցիան բացահայտեցի ասից Հայաստանում գողապետություն է, լութոկրատական իշխանություն, deep state է, այդ deep state-ի բաղադրիչ չէ այս եկեղեցին է, եկեղեցին մեր եկեղեցին չէ, այս եկեղեցին կբացատրեմ ինչի եմ դա ասում, երբ չծավալվենք էլի շատ էլ բան չկա։ Հիշեցնեմ նաև, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը միակ կուսակցությունն է, որ 5 տարի է եկեղեցիներով, վանքերով, դավանանքին անդրադառնալով եւ այլն հիշեցրել պահանջել է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի պիտի մաքրվի ուրեմն բոլոր պիղծերից, KGB-ի պիղծերից, կլամի պիղծերից, արհեստականորեն թափանցածներից եւ այլն, ինչ որ կա։ Եվ պատական ճիշտ տերմինին չեմ հրաժարվում, ես ասել եմ կարիքին ուզուրպատոր, որտեղ անդրված օրը իշխանությունը յուրացրել, որտեղ այնտեղ եղել են միլիցեք ընտրողներ, եղել են չեկիստներ, եղել են անհավատներ եւ այլն, էլի։ Եղել է նաեւ Աստծո պատիժը, ես իհարկե այդ կարգի հավատացյալը չեմ, գործարքը որ եղել Աստծո պատիժել է եղել, այդ օրը եղել է ուրեմն հիշում եք ազգային ժողովի իրադարձությունները եւ հոկտեմբերի 27-ին։ Իհարկե, հիմա մի բան ասեմ, որ ես ներկայացրել եմ ցանկացած երևի թե ամեն ձմեռված բացի 5 տարի երևի ամիսը 1-2 անգամ մեր եկեղեցիներում, մեր վանքերում եղած վիճակը, փնթիությունն է, աղբը, որ շուրջն է, Իշկան եմ դիմել, ասել եմ մաքրեք, իշկան եմ մոտեցել քահանաներին, ասել եմ լսեք, այդ ձեր շորերը լվացեք, մազերն մի քիչ կարգի բերեք, այդպես չի որ եւ այլն։ Հիմա չխորանանք ինչ է։ Առաջին, երկրորդը ավելի մեծ խնդիր կա, որը շատ կարեւոր է։ Ուրեմն ես եպիսկոպոսաց դասը որպես կանոն վարդապետ շրջաններում Բաշրագուն կրթություն չի ստանում Հայաստանում եւ հայ առաքելական եկեղեցու շրջանակներում, այդ Էջմիածնի բանի մասին չի խոսքը, դա միջին մի բան է։ Որպես կանոն սրանք կրթությունները շարունակում են Սերգիե Պասատում, ռուսական ուղղափառ եկեղեցու կենտրոնում, իսկ մենք գիտենք, որ ասենք այսպես ասեմ, Մգիմոն, Բադրիսլումնվայի համալսարանը, Дружба народов, Սերգիե Պասատը KGB-ի ուրիշների գործակալներ պատրաստելու միջավայր է։ Հիշեք հեղափոխություն եւ ապստամբական օղակները, արտգործնախարարություն մեզ, Մգիմոյում ալարտած շրջանավարտներ, բոլոր հեղափոխության դեմ են եղել եւ ակտիվ եւ այլն։ Իսկ այս բարակայում ուրիշ հարց կա, գերչունը ստանուն նաեւ Աթենքում ակադեմիաներ կան, էլի, Վիեննայում եւ այլն։ Հարցը ինչի մեջ է այստեղ ավելի բարդ։ Մեր եկեղեցին մոնոֆիզիտ է։ Եթե դուք եպիսկոպոսների հետ զրուցեք, դավանանքի մեջ չմտնենք, դա որտեղ աստվածաբանության այլ հարցերի մեջ է, վարդապետների եւ եպիսկոպոսների կրթված մի դասը տեղյակ չի, որ մենք մնաց եղել ենք, մնում ենք որպես եկեղեցի մոնոֆիզիտ եկեղեցի, ընդ որում լավագույն ձևակերպումը տատվել է Օձնեցի մեր կաթողիկոսը, Օձուն գյուղում որ կա, ամենալավագույն ձևակերպում է, իսկ եթե ագրեսիվ ու դգետ են ու ուրեմն շատ կրթված այդ կենտրոններում, ձեզ հետ կվիճեն, որ մենք մոնոֆիզիտ չենք եւ այլն։ Այս վիճակն է։ Ես ժամանակին հեղափոխությունից հետո Այսպես խոսքով եթերից դիմեցի կաթողիկոսին ասելով, երբ որ շարժում կար, եկեղեցին հայ ժողովրդին խիստ անհրաժեշտ է սորինել, իսկապես անհրաժեշտ է նաև պատմական փորձով բոլոր այն ժողովուրդները, որոնք հետ պատերազմի շրջանում վերականգնվել են, լավ Գերմանիա, Ճապոնիա եւ այլն բոլոր իրենց եկեղեցիների հոգեվոր եւ բարոյական ավաններ ներդրել են իրենց մենք էլ ները պիտի ներդրանք իսկ ասել եմ քո անձի վերաբերյալ ամեն ինչ խոսակցություն կա նաեւ խոսում եմ որ KGB-ից է ռուսական
բայց շինարար հատկություններ ունես, արի մեր ժողովրդի խիստ անհրաժեշտ է, խիստ մեր եկեղեցուն սեփական ակադեմիան ունի, նա որտեղ մոնոֆիզիտ այդ դավանանքը ուսումնասիրվի, նաև մենք քույր եկեղեցիներ ունենք, ղպտիներ, ասորիներ, եթով է նրանք էլ ջարջ ունեն այդ կրթություններ, եւ այստեղ կգան եւ այլն, այդ մարդը հաղորդակցված հաջորդ օրը ինձ խոստացավ տետատետ հանդիպում, բայց ոչ բացահայտ, իհարկե դա ինձ հետաքրքիր չէր ոչ բաց խապեց, բայց ես ով որ ասեց, ասի խապում է, նա այդ չուզում, հանդիպել ժամանակը շահում, ես նաև այսպիսի բան էի ասել, որ եկեղեցու ծառայելը մեր բարակայում չի նշանակում կաթողիկոս լինել, կաթողիկոսի գահի վրա մեռնել, կամ անպայման կաթողիկոս լինել, որ ընդդեմ մեռնել։ Անհեշի կարելի է եկեղեցուն ծառայել որպես մոմավաճառ, կարելի է եկեղեցուն մեր նման քայլել, ինչ-որ բան եւ այլն, եւ արտադրիչի մանավանդ ես ուզում եմ այս կոնֆլիկտը չլիներ, մի խոսքով դուք կարող ես այս ոլորտը իսկապես նականել, բայց դե հետո հաջորդ օրը զանգեցին թե Ամերիկա է գնում ինքը եւ այլն, այսպես մի խոսքով ծրվեց խոսակցություն, այս ինքը հենց հիմա ինքը միշնորդ Եվան միանգամից քեշեն ինչեր այսինքն դա հեղափոխության առաջի շրջանն է, երբ որ տհաճ բաներ էին լինում սրանք, երբ որ տեսանք, որ փտած ռեժիմը դիմադրում է, ճիշտ է, Սերժը գլորվեց, բայց մնացածները կատաղի, բայց որովհետև այս վիճակը մեզ ձեռնդու չէր, մենք պետք էր, որ ինքը հեռանալ են, առաջարկել, որ այսինքն են, որ ասում են էլի, տաշած քարից մի բան էլ թողա, թող օգուտ լինի, եւ այն։ Մի խոսքով հիմա դա ուզում եմ ասել, ինձ համար հետ շնորհություն չկա։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կոչերը բազմաթիվ անգամներ են եղել, նույնիսկ մարդիկ ինձ ասում են արի կազմակերպի ֆիզիկական իմաստով, ես ասում եմ, չէ, դա իմ գործը չի, բայց ես պահանջում եմ, որ է կարծես ուզում կազմակերպել, հիմա սա ես քաղաքացի եմ, կուսակցություն եւ այլն։ Հիմա ես հասկացա, որ երբ որ վարչապետը սա ասեց, դանակը ոսկորին է հասել, գիտեք ինչու, հիվանդության նման է, ես մի բժիշկ բարեկամ եմ ունեցել փոքր ժամանակ, երբ գյուղում շատ խելացի մարդեր, բարձր բուժակ էր էլի, լավ, բայց շատ խելացի մարդեր, ասում են լսեք, եկեք եթե հիվանդություն ունեք, հիվանդությունը փորձեք բուժել, մի ձգեք մարդ չիմանա, հարևանը չիմանա, սիրաստեղեն չիմանա, խնամին չիմանա եւ այլն, որտեղ տանի որ պայթելու է վատթարագույն ձևով իմանալու են դուք էլ չեք բրգվելու։ Հիմա կարծում եմ այս վիճակն առաջացել եւ դա ուրեմն նորմալ է, այդ իմաստով որտեղ հակասություններ եկել են իշխանությունը ինքը պարտավորություն ունի երկրում հետևելու, պարտավորությունը երկրում հետևելու, բայց հոգևոր դասի համար էլ ունի, եթե հայերի մեջ տարածվել է, թե չունի, դվոր չունի։ Այդ ունենալը սահմանված է երկրորդ մասով, ուրեմն այդ որ պետք է լինի, ես ասեմ որ քաղաքացիական կառավարությանք են քաղաքացի, այս Ղարաբաղյան կլանի 2000 հոգով ինչ լինում է հայաքվե, հայվանակվե, այս հիմա կաթողիկոսա քվե վազում են, որտեղ սրանք ինչ-որ գործ են ջարել, լեսը էլի, դեմ լինել, որտեղ իրենք չեն ուզում նյութականը վերադարձնեն պատասխանատվությունը եւ նաեւ դրհաճ է իհարկե բացվի, որ բոլորը երևի 90% ռուսական դաղդի ծառայությունն են։ Այդպես էլ վարի տվեցին Արցախը։ Այս մեծ մասը տեսեք, սրանք վարի տվողներն են։ Շարի եւ հիմա դրա մեջ ուրիշ բան է, մի խոսքով այս հարցը ոչ մի բաներ կարծում եմ չի լինելու եւ անվտանգության ուժերին Հայաստանի Հանրապետության կուսակցության ամուսնիմում եմ եւ նայում եմ, տեսեք Միացյալ Նահանգները ինչպես է անվտանգության ուժը աշխատում, այդպես պետք է աշխատի։ Ես ով որ պետության դեմ է դուրս գալիս, նա պետք է աշխատի, այստեղ որովհետեւ նույնիսկ այս հոգեվորականները թող հոգեվոր գործով զբաղվեն, երեխա չունենան, եթե երթվել են որ չպիտի ունենա, ես ոչ Պարզ Սիրենյան, այսինքն պարզ եք տեսնում կոնֆլիկտի լուծումը, շատ պարզ եք տեսնում։ Շատ պարզ է, դուք եք բարդացնում, դուք կոնկրետ չգիտեմ, լրատվամիջոցները բարդացնում են եւ այլն, որտեղ լրատվամիջոցները մեծ մասն են գողապետությանն են։ Ինչ ելնել, ոչ բանը չեղել, հիմա մինչեւ հիմա ինչ եղել, որ ինչ լինի։ Հիմա լինելու է հերթական մի հատ փրփուր բարձրացավ, այս մարդը վարի է գնում, ուղղակի դիմադրելով է գնում, բայց լավ կլներ որ խոսեն, որտեղ մեր եկեղեցին է, աղմուկը չեն մեր